Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանն է։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես է գնահատում ընդհանրապես հետընտրական իրավիճակը Հայաստանում։ Լարվածություն արդյոք նկատում եք։ Անկեղծ ասած, այն ինչ տեղի է ունենում այս մեր օրերում, դա կապել ընտրությունների հետ, կարծում եմ, տեղին չի։ Իհարկե ընտրությունները իրենց հետևանքը ունեցել են ընտրական գործընթացները, բայց եթե խոսենք ամենաաղմկահարույց իրադարձությունների մասին, ինչպիսին օրինակ Գագիկ Ծառուկյանի ձերբակալություններ եւ այդ իր տան գազանանոցը ազատագրելը կամ այդ խրտվիլակների պատմությունը, դրանք կարծում եմ ավելի շատ ուղղված են Հայաստանում կապիտալի ազգայնացմանը։ Գործող իշխանությունները իմ խորին համոզմամբ հասկանում են, որ Հայաստանում ռեսուրսները շատ չեն եւ եթե կապիտալը աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իսկ մենք դա տեսանք եւ առաջ անգամ չենք տեսնում, հա, ապա այդ կապիտալը կամ այդպիսի կապիտալով պետության մեջ ինքնիշխանությունը պահելը անհամեմատ ավելի դժվար է։ Եթե մի քիչ ավելի պարզ ասեմ, պատկերացրեք, որ Հայաստանում կա ժողովուրդ, չէ, ովքեր որ քաղաքականությունից այդ կամ քաղաքականության խորը շերտերից ավելի ճիշտ այդքան էլ շատ չեն տիրապետում եւ նրանց հեշտ է մանիպուլացնելը, երբեմն նույնիսկ գնելը, փողով ինչ որ բարեգործության անվան տակ տարբեր արարողություններ անել եւ բարեգործի համբավ վաստակել առանց քաղաքական մի գրամ միտք ունենալու եւ այս ընտրություններն էլ ըստ էության եւս մեկ անգամ եկան ապացուցելու դա։ Եվ այդ միջավայրում արդեն եթե այդ կապիտալը, որը քաղաքականության մեջ մխրճված է, ծառայում է ոչ Հայաստանի Հանրապետության շահին, այլ գործողությունները ու դրանց տրամաբանությունը հուշում են, որ սա ինքնիշխանության զիջման տանող քայլեր են, դրա դեմ պետքա պայքարել, այլ ձև հնարավոր չի։ Այսինքն, եթե մենք ուզում ենք, կապ չունի, հա, հասկանում եք, մենք ժողովրդավար պետություն ենք, թե ավտորիտար պետություն ենք։ Իհարկե, ավելի ճիշտ դա կապ ունի, բայց էական չի։ Երկու դեպքում էլ կապիտալը եթե չի ծառայում այդ պետությանը, այդ պետությունը խնդիր ունի։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ Հայաստանում մեծ կարողությունների տեր ունեն, իսկ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, այդ մարդիկ ունեն ազդեցություն թե քաղաքական իրադարձությունների վրա, թե հանրային կյանքի որակի վրա, թե սոցիալական վիճակի վրա եւ նրանք ամեն կերպ կարող են ազդել ընթացիկ իրադարձությունների վրա, իսկ ազդել բնական է, եթե նրանք Հայաստանակենտրոն չեն եւ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանը ջատագովը չեն, իսկ նրանք իրենց արժեքներով այդպեսին չեն, ապա դա անմիջականորեն վտանգում է Հայաստանի Հանրապետության ներկան եւ նաեւ ապագան։ Պարոն Միսկարյան, իսկ Ծառուկյանի դեմ կատարվող գործողությունները ինչպես է գնահատում, դրանք բացառապես իրավական գործընթաց են, թե նաեւ քաղաքական ենթատեքստ կա։ Ես այն ինչ հիմա խոսեցի, դրանք ամբողջությամբ քաղաքական ենթատեքստի մասին էր։ Քաղաքական, բայց քաղաքական, տնտեսական, քաղաքական, սոցիալական, քաղաքական, քաղաքագիտական։ Շատերը դրանք որակում են որպես քաղաքական ճնշում Ծառուկյանի դեմ։ Նայեք, դե նորից եմ ասում, քաղաքական ճնշում որպես այդպեսին, եթե Ծառուկյանը կամ Ծառուկյանը չէ, ցանկացած մեկ ուժ, որը հայտ է ներկայացրել, գա հայտարարի, որ Հայաստանի ինքնիշխանությանը դեմ է։ Այդ ուժի դեմ ճնշումները կամ որևէ իրադարձություն, որևէ գործողություն, արդյոք կարելի է դիտարկել դա որպես քաղաքական հետապնդում։ Արդյոք դա, եթե նույնիսկ քաղաքական հետապնդում է, արդարացված չի, մյուս կողմից արդյոք կարելի է ամեն ինչ արդարացնել ասելով, որ դա պետության շահերից արվում։ Այստեղ շատ նուրբ է
սահմանը։ Մեր խնդիրը կարծում եմ այն է, որ ինստիտուցիոնալ ճանապարհով չի արվում այդ ամեն ինչը եւ հենց դա է որ հարցեր առաջացնում թե իմ, թե ձեր, թե հանրության մոտ մի հոգու կամքով կամ մի հոգու նպատակահարմար գտնելով նման գործողությունները վստահություն չեն ներշնչում։ Հարց առաջանում լավ ենթադրենք Ծառուկյանի կուսակցությունը կամ այդ միավորը, որ ինքը ստեղծել էր, ինքնիշխանության դեմ ինչ որ գործողություններ էր անում։ Ես ասեմ ընտրակաշառքն էլ է ինքնիշխանության դեմ գործողություն։ Եվ հետեւաբար պետք է չեզոքացնել։ Բայց ինչքանով մենք վստահ լինենք, որ ոչ անկախ կամ ոչ արդար իրավական համակարգում վաղը մյուս օրը արդար մարդիկ էլ չեն ընկնի այդ նույն գիլյոտինի տակ։ Այդ է որ մտահոգում է։ Դրա միակ ճանապարհը իրավական պետություն կառուցելն է։ Ես կարծում եմ այս նույն գործընթացներին զուգահեռ հնարավոր է նաև քայլեր անել դեպի իրավական պետություն, այսինքն կապիտալի քաղաքականության վրա արտաքին կապիտալի ազդեցությունը չեզոքացնելուն զուգահեռ պետքա իրավական պետություն կերտելու քայլեր անել։ Ես կարող եմ հասկանալ, որ 18 թվականից հետո բավարար ռեսուրս չկար այդ փոփոխություններն անելու, բայց եթե հիմա կա կամք, ցանկություն եւ հետեւողականորեն գնալու են այն գործողությունները, որոնք քաղաքական դաշտը ազատականացնելու են եւ նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր գաղափարներ են ծնվելու, ապա առանց այդ իրավական արդար եւ անկախ դատական եւ իրավապահ համակարգի դա չի օգնելու։ Հետեւաբար այն ժամանակը, որը մենք հիմա կկորցնենք չանելով այդ գործողությունները, անհրաժեշտ նվազագույնը, հետո մենք դրա համար շատ թանկ կարող ենք վճարել։ Օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ նման գործողությունները ուշացած էին, ավելի շուտ պետք է լինեին, հայտարարեց, որ հիմա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ քաղաքական չհետապնդում։ Համաձայն եք գնահատականի հետ։ Այո, որ ես ասեցի, չի լսել, որ ինքը նման բան ասել, ես ասում եմ, այո, դա ուշացած է, կապիտալի Այսինքն կապիտալը պետքա ծառայի պետությանը, պետական շահին։ Եթե փողի տերը քո պետության մեջ այլ պետության շահերն առաջ տանում, լոբինգ անում եւ խոչընդոտում իրավական պետություն կայացմանը, արժեքները տարածում, որը, ասենք, անմարդկային են, հա, այդ վայրենությունը, ասենք, այդքան կենթանիներին ու մի հատ էլ դրանով հպարտանալ, որ հայերս բոլորը ինքն է գրակել։ Հա, այսինքն այդ անմարդկային է, այդ օրինակա չէ ծառայում, վաղը մյուս օրը մատղաշ սերունդը նայում է, ասում է, փաստորեն հարուստ եւ ապահով լինելու համար պետքա նաեւ վայրենի լինել։ Բայց ես հիմա իրան չեմ քննարկում, հարցն է նա, որ դա շուտ պետք է արվեր, այո, եւ ուշացած է, բայց ին կարևոր շեշտադրում եմ ուզում անել, ես խոսեցի իրավական պետություն կերտելու քայլերի մասին, եթե հիմա չանենք, նույն վարչապետը մի 5 տարի հետո կամ չգիտեմ 4 տարի հետո կարող է ասի էլի, որ այ մենք ուշացած ենք անում այս փոփոխությունները, լավ կլինի, որ դա այդպես չլինի, իրենք հիմա սկսեն անել։ Իսկ այդ ընտրական process-ներ ակնկալում եք կլինեն փողոցային պայքար, հանրահավաքներ։ Դե այն մարդիկ, ովքեր այսօր հայտնվել են ազգային ժողովում, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ջանքերի շնորհիվ, նրանք Հայաստանում իրենք չեն որոշում, իրենք ինչ անեն, ոնց անեն։ Այսինքն այն կոնսուլտացիաները, որ արվում է իրենց, այդ կոնսուլտացիաների շրջանակներում կարծում եմ իրենց խնդիրն է Հայաստանում վիճակը պահել հնարավորինս ապակայուն կամ ավելի ապակայունացնել, եթե դա հնարավոր է։ Հետևաբար ինչ որ գործողություններ անշուշտ տեսնելու ենք, որովհետև չեն կարող չանել։
Բայց ես կարծում եմ դա ավելի շատ կլինի ոչ թե փողոցային պայքար, այլ փողոցային պայքարի իմիտացիա եւ հիմնական գործողությունները կընթանան ազգային ժողովում։ Օրինակ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ուժեղ եւ վստահելի հանրահավաք անցկացնել, մինչեւ դա էլ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ ընտրություններից հետո հեղափոխություն կանեն, բայց կարծես թե դրանք չեն լինում, չեն իրականացվում։ Հիմա ինչ ուզում եք էլ հայտարարում են, ինչ ասեմ։ Ընդդիմադիր ցավալի է, որ այն ինչ որ կա մեր մոտ որպես ընդդիմություն ընկալվում է պարլամենտում եղած ուժերը, բայց դա հիմա դա է փաստը, ինչ որակի իշխանություն է, այդ որակի ընդդիմություն է։ Իսկ ընդդիմադիր ուժերի միավորում կլինի, թե դա արդեն ուշացած գաղափար։ Ընդդիմադիր ուժերը, ինչ կա էլ միավորվելու, գնացել են պարլամենտ, հաշտ համերաշխ, այն մի ուժն է, որ չի գնացել, այդ ուժն էլ ուժ չի, որովհետև առանց առաջնորդի այդտեղ ուժ չկա։ Իդեպ մինչև դա ասում էին, որ մանդատները վերցնելու համար կքննարկեն, վերցնեն թե չէ, բայց արդեն Հայաստան Դաշինքն ու Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը հայտարարեցին, որ մանդատները կվերցնեն եւ կգնան ազգային ժողով։ Հայաստան Դաշինքը հայտարարեց, որ մանդատը զենք է, պետք է օգտագործել դա, ինչ կասեք այս մասին։ Ես վստահ եմ, որ իրենք վերցնելու են մանդատները, որովհետեւ նորից եմ ասում, իրենք չեն որոշում վերցնեն, թե չվերցնեն։ Եվ այդ քայլն էլ այդ ապակայունացնելու, անորոշություն մտցնելու հերթական փորձներ։ Մանդատը ուժ է, այո, եւ այդ ուժը իրենք օգտագործելու են այդ իրենց առաքելությունը կատարելու համար, այնպես որ նորմալ է, որ մանդատը վերցնելու են եւ նորմալ է, որ ասում են, ես ենք անելու, իսկ կանեն այն եւ այնքան, ինչքան կկարողանան։ Իսկ հնարավոր է եւ մանդատը վերցնել եւ փողոցային պայքար սկսել, այսինքն դրանք համատեղել միասին այդ երկու գործիքները։ Հա, ինչ չի հնարավոր։ Մենք տեսել ենք նույն Հայաստան Դաշինքը փողոցային պայքար է իրականացրել, ունենալով մանդատներ։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից երբ որ քայլում էր, պատգամավոր էր, այսինքն այդ բացարձակ չի խանգարում։ Իսկ ձեր գնահատմամբ մանդատները վերցնելով իրենք համաձայն են արդեն ընտրությունների արդյունքների հետ։ Իրենք չեն համաձայն կամ չհամաձայն։ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նրա մասին էր, որ Ռուսաստանը չուզելով, բայց ընդունում է այդ ընտրությունների արդյունքները։ Այսինքն, եթե Ռուսաստանը ընդունում է, իրենք չեն կարող չընդունել։ Հայ իրենք կարան հայտարարեն, որ չեն ընդունում եւ այլն, բայց փաստ է, չէ, որ իրենք գնացել են այդ պարլամենտ եւ պատրաստվում են իբր քաղաքական ճանապարհով պայքարեն իրենց պատկերացրած Հայաստանի համար։ Սամվել Կարապետյանը հայտարարել է գաղտնի պլանի մասին, ըստ ձեզ ինչի մասին է խոսքը, նաև հայտարարել է օրինական ճանապարհով իշխանափոխություն անելու մասին։ Սամվել Կարապետյանը մինչև էլ հայտարարել էր, որ ինքը վարչապետ է։ Հիմա որ ամեն հայտարարածին նշանակություն տանք, չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Գուցե ունեն, գուցե չունեն։ Այսինքն քաղաքականությունը գաղտնի պլանների մասին չի, քաղաքականությունը հանրային կյանք կազմակերպելու մասին է, իսկ հանրային կյանքը հանրությունից թաքուն դժվար է կազմակերպել։ Մի օր այդ գաղտնին պետք է հայտարարեն կիմանանք։ Իսկ զանգվածային այդպես բողոքի ակցիաներ բան կլինի։ Չէ, այդ մարդիկ չունեն Հայաստանում աջակցություն։ Իրենք վերջին փամփուշտն են, որը Ռուսաստանը կրակում է տարածաշրջանից հեռանալուց առաջ։ Պարոն Միսկարյան, բոլորիս տեղյակ է, որ Ռուսաստանը ընտրական գործընթացներին մեծ ազդեցություն ունեցավ։ Հիմա ըստ ձեզ կա այդ ազդեցությունը, արդյոք խառնվում է մեր ներքաղաքական կյանքին։ Ես ենթադրում եմ, որ դուք մեծ ազդեցություն ունեցավ նկատի ունեք, որ բացասական իմաստով ազդեց ընտրությունների։ Հիբրիդային սպառնալիքներ, հիմա արդեն սահմանափակումներ։ Ռուսաստանի միջամտության փաստը եւ
այն գործողությունները, որոնք իրականացվեցին, ավելի շատ օգնեցին Նիկոլ Փաշինյանին շատ ձայն հավաքել, ինչպես նախորդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի այդ բազմահազարանոց հանրահավաքը մարդկանց մոտ վատի եւ վատագույնի մեջ ընտրությունը կանգնացրեց վատի վրա, հիմա նույնպես իրենք միշտ վատագույնն են ընկալվելու, հատկապես եթե այդ Ռուսաստանի աջակցությունը այդքան ակնհայտ է, ինչքան հիմա։ Այսինքն Ռուսաստանի ազդեցությունը այո մեր համար վատ էր, որ ժողովրդի համար, որովհետև այլ ընտրանքային ուժերի ձևավորվելու հնարավորություն չկա, ռեսուրս չկա, հասկանում եք, մարդկային, ֆինանսական, գաղափարական, ոչ մի տեսակի ռեսուրս չկա այլ ընտրանքի ձևավորման համար։ Եվ այդ միջավայրում իրենք որպես այլ ընտրանք, այսպես ասած, գնացին պարլամենտ, զբաղացրեցին այն ուժերի տեղը, ովքեր պետքա գային, փորձ, գիտելիք, նաև ձեռք բերեին քաղաքական իրողությունների ընկալում եւ այլն, այսինքն ազգային ժողովը այնտեղն է, որտեղ գաղափարական պայքար պետքա գնա, իսկ միտեղ որտեղ հարցը այս ուժը պետքա մնա, թե այն ուժը պետքա մնա Հայաստանում որպես իշխանություն եւ դեպի Եվրոպա կամ դեպի Ռուսաստան ենք, այսինքն ում ծառայենք էլի, հա, այդ գաղափարի մասին չի, այսինքն դա գոյատևման ռեժիմն է, ուղղակի վեկտորներն են փոխվում, բայց մեր խնդիրն է ոչ թե արտաքին ուժերի աջակցությունը ուղղակի ստանալ, որ շարունակենք գոյատևել, այլ ներքին այդ վերափոխման գործընթաց սկսել, որ կարողանանք դիմագրավել բոլորին։ Ես չեմ ասում բոլորը թշնամի են, բոլորին ասելով նկատի ունեմ սուբյեկտայնանալ եւ հաշվի կնստեն քո հետ, թե արևելքը, թե արևմուտքը։ Իսկ ձեր գնահատմամբ հիմա Ռուսաստանը նախկինի պես հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական կյանքով, թե առաջնահերթությունները փոխվել են։ Ավելի շատ քան երբևէ, որովհետեւ հիմա Ուկրաինայում փորձում են հասնել զինադադարի նման մի բանի եւ եթե դա տեղի ունեցավ, երկրորդ ամենամեծ ճակատը Ռուսաստանի համար հիմա էլ այդպես, բայց արդեն առաջի ճակատը կդառնա Հարավային Կովկասը եւ այդ առումով իրենք այո ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի Հայաստանում իրավիճակը ապակայունացնեն, եթե հնարավոր է արտահերթ ընտրություններ գեներացնեն, եթե հնարավոր է ահաբեկչության միջոցով, եթե հնարավոր չի փողոցային պայքարի կամ այլ կամ քաղաքական տնտեսական շանտաժի միջոցով եւ այլն, այսինքն Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանը կորցնելով կորցնում է Հարավային Կովկասը, իսկ Հարավային Կովկասը կորցնելով կորցնում է հետսովետական այն տարածքները, որի նկատմամբ հիմա ինքը հավակնում է։ Ну, թերևս այս պահին բացի Բելարուսից, բայց դա էլի ժամանակավոր երևույթ։ Իսկ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են նախկինի նման վերականգնել հարաբերությունները, թե արդեն այդ փուլը անցած է։ Նախկինի նման ինչ է նշանակում վերականգնել հարաբերություն։ Նախկինի նմանով ես չեմ ուզում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը վերականգնեն։ Ռուսաստանը առաջիններից էր, որ շնորհավորում էր Հայաստանին, իսկ հիմա շնորհավորի, որ մենք Աֆղանստան ներողություն Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեինք, չէինք ապրում։ Շնորհավորում էր, որտեղ իր ուզած մարդիկ էին նշանակվում, բարձր շնորհավորելու էր։ Ես ուզում եմ Հայաստանը ինքնիշխան լինի, իսկ այս ֆորմատով Ռուսաստանը դրան սպառնալիք է։ Դրա համար ես ոչ թե չեմ ուզում Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները, ես դեմ եմ դրան, այսինքն ես ամբողջ իմեյությամբ եմ դրան դեմ։ Այլ հարց է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք են, բայց դրանք չեն կարող լինել նախկինի նման, դրանք պետք է լինեն արժանապատիվ հարաբերություններ։ Իսկ այս ընտրություններով մենք ինչ ցույց տվեցինք Ռուսաստանին։ Մենք Ռուսաստանին բան չունենք ցույց տալու, մենք պայքարում ենք մեր ինքնիշխանության, մեր երկրի հարատևության համար։ Ռուսաստանը պայքարում է մեր ինքնիշխանությունը, մեզ ինքնիշխանությունը զրկելու համար։ Ես հասկանում եմ իրանց գինը շատ թանկ է Հայաստանի եւ Հարավային Կովկասի ըստ էության
գինը Ռուսաստանի համար որպես կայսրություն շատ թանկ է, բայց մեր համար էլ մեր ինքնիշխանությունն է թանկ, պետք է այդքանը հասկանանք եւ մեր խնդիրը չի իրանց ինչ որ բան ապացուցելը, մեր խնդիրը մեր պետությունը կայացնել այնպես, որպեսզի արտաքին սպառնալիքների նկատմամբ դիմակայուն լինենք։ Հիմա մեր երկիրը ինչքանով է պատրաստ, եթե նոր ինչ-որ սպառնալիքներ լինեն, դիմակայել։ Մեր երկիրը դեռ պատրաստ չի ոչ մի բանի, նոր քայլեր են արվում։ Մենք այս 8 տարին կորցրել ենք, հույս ունեմ, որ 8 տարի հետո նորից հետադարձ չենք նայի ու ասենք, որ էլի ենք կորցրել 8 տարի։ Պարոն Միսկարյան, արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը կարող է նոր ինչ-որ ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։ Ոչ, ես կարծում եմ արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար, բայց էլի պետք չի խաբվել ինքներս մեզ։ Արևմուտքը բարի պապիկ չի, որ այդպես մեզ քաղցր տա ու մեր գեղեցիկ աչքերի համար, հա։ Մենք խնդիր ունենք մեր ինքնուրույնությունը վերականգնելու կամ կայացնելու, մենք երբեք գոնե վերջի 300 տարին ինքնուրույն չենք եղել, կայացնելու եւ լինելու սուբյեկտ, այսինքն սեփական որոշումներ կայացնելու եւ դրանք առաջ տանելու ունակ միավոր։ Այսօր մենք դրանք շատ խորը եւ կարմիր գծերը շատ հետ տված փորձում ենք պահպանել մեր գոյությունը։ Դրա համար մենք օրինակ Տրամպի օղին գալիս է, ասում է օգտակար հանածոները ստորագրեք, որ ես ձեզ փրկեմ Ռուսաստանից կամ Ադրբեջանի հարձակումից, մենք էլ ասում ենք լավ, դե հիմա օգտակար հանածոներն է էլի, բայց այդ ոնց որ դու հանում քո ազատության մի օր ձեռդ կտրես, մի օր ոտքդ կտրես, 10 ինչ որ մեկին, որ դու ազատ լինես։ Ամեն երկրորդ քայլում քո ազատությունը պաշտպանելը սեփական ուժերով ավելի դժվարանալու է։ Դրա համար պետքա շուտ սկսել այդ ինքնիշխանության վերականգնման, սուբյեկտայնության կայացման գործընթացը։ Դա իշխանություններով չի բացառապես։ Իշխանությունները այդտեղ շատ մեծ աշխատանք ունեն անելու, բայց դա հանրային ընկալման մեջ փոփոխություն պետք է մտցվի։ Իսկ այդ հարցում եւ քաղաքացիական հասարակությունը եւ մտավոր կենտրոնները եւ իշխանությունները եւ տարբեր ով որ ընկալում եւ գիտակցում է ինչ ասել է լինել սուբյեկտ, իրանք պետքա լծված լինեն այդ գործին։ Մեր այդ հանրային օրակարգը պետք ձևավորել ինքնորոշման եւ այդ ճանապարհով գնալ առաջ։ Ինքնորոշումը միակ ուղին է, որը ի վիճակի է Հայաստանին հանել այս վիճակից եւ ստեղծել նախադրյալներ ունենալ տարածաշրջանում, ինչու ոչ նաեւ տարածաշրջանից դուրս ազդեցիկ եւ կայուն զարգացող պետություն։ Պարոն Միսկարյան, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, ձեր գնահատմամբ ինչ է մեզ սպասվում նոր խորհրդարանում, թե նախորդից ոչինչով չի տարբերվելու։ Ինչ է սպասվում։ Չէ, տարբերվելու է։ Ինձ թվում է, այս անգամ փոխադարձ վիրավորանքները, հայհոյանքները եւ այլն լինելու են ավելի շատ, քան նախկինում է եղել։ Իհարկե, խորհրդարանում ասել, որ խորհրդարանը ոչինչ չի անում, դա էլ ազնիվ չի։ Բազմաթիվ օրինագծեր կան, որոնց մեջ լավերն էլ կան, վատերն էլ կան, որ լավն են, բայց այդպես էլ կյանքի չեն կոչվում, կան, որ օրինակ չգիտեմ, ոստիկանության մեջ տեղ ունեցող փոփոխությունները ինձ չասեմ ոգևորում են, բայց հույս են տալիս, որ աստիճանաբար դեպի բարելավում կգնա։ Հիմա ես կուզեի մյուս ինստիտուտներում էլ դա տեսնեմ։ Իհարկե, եթե այս իշխանության մեջքին շնչող առողջ գաղափարական ընդդիմություն լիներ, իրենց արդյունավետությունը անհամեմատ բարձր կլիներ, քան այն ինչ որ կա հիմա, բայց դե ունենք այն ինչ ունենք։ Ես կարծում եմ շատ բան սպասել պետք չի, բայց նաև նստել ու սպասել էլ պետք չի։
այս պարլամենտը ընթացիկ խնդիրներ լուծելու համար։ Իսկ Հայաստանի խնդիրները միայն ընթացիկ չեն, Հայաստանի խնդիրները այսօր ինչ մենք անում ենք, դրա հետևանքները զգալու ենք 8-10 տարի հետո։ Այնց որ հիմա այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը անում է, պայքարում է իրողությունների դեմ, որոնք կարող էին չլինել, եթե դա արվեր իր ժամանակին, նույն ձևով 8 տարի հետո մենք քաղելու ենք այն պտուղները, ինչ որ հիմա այսօր չենք անում։ Դրա համար պետքա պարլամենտը ինքը կանի այն ինչ կարող է եւ ինչքան կարող է, բայց մենք որպես հասարակություն, այդ թվում նաեւ իշխանությունները պետքա մտածենք 5-10 տարի հետո ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ եւ դրա հիմքերը այսօր դնենք։ Ուրիշ ձև, որ այդպես միայն սեփական օրինակ քաղաքական ուժի մասին պատկերացումներ ունենալ, ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կայացնենք, մնացածը կլինի, այդպես չի լինելու։ Այսինքն դա գալու է էլի միակուսակցական համակարգի հանգելու, ինչպիսին մենք ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ։ Իսկ միակուսակցական համակարգը շատ անարդյունավետ է եւ սխալական, դրա համար պետքա ու դա մի խնդիրն է, այն ինչ պետքա ունենալ 8-10 տարի հետո, ինչպիսի Հայաստան պետքա ունենալ, այդ պետքա նստել, քննարկել, խոսել, նախագծել, այսպես ասած, եւ առաջ շարժվել։ Շնորհակալ եմ շատ, պարոն Միսկարյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը։